կոչում ա պետք, կունենաք, մեդալ ա պետք, կունենաք, փող ա պետք, կունենաք։ Վարչապետ Փաշինյանի այս խոսքերը հնչեցին 2023-ի հունիսի 27-ին 44-օրյա պատերազմի խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստերից մեկի ժամանակ։ 2 տարի առաջ որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ 2020 թվականի իրադարձությունները միայնակ առանց ընդդիմադիրների քննող քաղաքացիական պայմանագիրը ի վերջո որոշի չհրապարակել գրեթե 4 տարվա իր աշխատանքի արդյունքները զուտ տեխնիկական պատճառաբանությամբ 200 էջանոց զեկույց ուղարկելով արխիվ։ Հաշվի առնելով հանգամանքը, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ժամկետների անհամապատասխանության պատճառով իրավական առումով անհնար է դարձել ներառել ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգում, բոլոր հնարավոր իրավական շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել զեկույցն ուղարկել ազգային ժողովի առաջին բաժին, որտեղ գաղտնիության թույլտվություն ունեցող յուրաքանչյուր պատգամավոր կարող է գնալ եւ ծանոթանալ զեկույցին։ Դժվար է ասել, թե այդ ինչ եզրակացությունների էր հանգել Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած քննիչ հանձնաժողովը, որոնք ի վերջո ստիպել էին իշխանություններին հրաժարվել դրանց հանրայնացումից։ Քաղաքագետներից ոմանց կարծիքով քաղաքացիական պայմանագրում վերջին պահին հասկացել էին զեկույցը նախընտրական նպատակներին ծառայեցնել չի հաջողվի։ Ես ենթադրում եմ, որ միգուցե այս ինֆորմացիան կուտակված վտանգավոր է համարվում, որ կարող է տարբեր կերպ մեկնաբանվել տարբեր քաղաքական ուժերի կողմից եւ հաշվի առնելով, որ մտնում ենք նախընտրական փուլ, միգուցե դա է պատճառը ինչ։ Հայաստանը նախընտրական փուլ արդեն իսկ մտել է, դրա առաջին շատ հստակ նշաններն ի հայտ եկան արդեն շաբաթասկզբին, երբ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Civilnet-ի եթերում չբացառեց իր եւ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի միջև նախընտրական դաշինքի ձևավորման հավանականությունը։ Հայաստանի քաղաքական դաշտում միակ երիտասարդ անձը, ես տեսնում եմ Վանեցյան Արտուրին եւ պատրաստ եմ իրան օգնեմ, որ կայանա ինքը որպես քաղաքական գործիչ։ Վանեցյանի հայրենիք կուսակցությունում սակայն գոնե այս պահին վստահ են իրենց առաջնորդը կայանալու խնդիր, այն էլ Սամվել Բաբայանի օգնությամբ կայանալու խնդիր հաստատ չունի։ Այս պահի դրությամբ գործում է կուսակցության նախագահ Վանեցյանի այն հայտարարությունը, որ հայրենիք կուսակցությունը պատրաստվում է առանձին մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Civilnet-ին տված հարցազրույցում Սամվել Բաբայանին նաև հարցրեցին, իրեն չի վանում արդյոք այն փաստը, որ Վանեցյանը 2021-ին դաշինքի մեջ էր Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ի հետ եւ այսօր էլ ոմանց կողմից նա այսպես ասած Սերժի մարդ է ընկալվում։ Կարակ դուք ինձ քաղաքական դաշտում մեկին ցույց տանք, որ դրանց ավելի վատ սխալներ ունի արած։ Նիկոլ Փաշինյանը 19 տարի կռվել է, որ գա հասնի տեղ։ Գիտես ինչքան սխալներ ա թույլ տվել, ինչքան համագործակցել, ում հետ, նույն ձեր ասած Սերժ Ազատվիչի հետ համագործակցել ա։ Տենց չի որ չի արել, այդ որ Իմ իհարկինո պատմում ենք, որ չեմ, բաց փաստեր, հստակ փաստեր չգիտեմ ես դրա մասին։ Դե ես ունեմ իմ փաստերը եւ ասենք 17 թվականի իրանց 10%, 7%, 8% ձայնը ոնց են ստացել, դες չի հետաքրքրում։ Սերժ Սարգսյանն է նվիրել։ Իհարկե։ Քաղաքացիական պայմանագրում սակայն այս շաբաթ իրենք էին զբաղված Սերժ Սարգսյանի հովանավորությունը վայելող քաղաքական գործիչների փնտրտուքով։ Նաև պարոն Թաթոյանն է մտնում քաղաքականություն։ Տեսեք, Նրան էլ հոչեք կարող մեղադրել նախկին լինելու մեջ։ Այսինքն չկարող մեղադրել նախկին լինելու մեջ։ Այդ երբանից Սերժ Սարգսյանի սրտի փոխնախարարներն ու սրտի միպերը դարձան չնախկին։ Չենք Սերժի Արման Թաթոյանն։ Ֆակտոր TV-ին տված հարցազրույցում սակայն Վահագն Ալեքսանյանը գերադասեց չհիշել, որ 2016-ին Սերժի Արման Թաթոյանը օմբուդսմենի պաշտոնում ընտրվել էր նաև Նիկոլ Փաշինյանի քվեի շնորհիվ։ Պետք է մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին ոչ թե կանխավարկածային անվստահությամբ վերաբերվել, այլ փորձել այնուամենայնիվ կիրառել կանխավարկածային վստահության ճանապարհը։ Եթե դա հերքող, դա բացառող շատ ակնհայտ պատճառներ չկա։ Առաջադրված տեխնատուի դեպքում ես նման պատճառներ չեմ տեսնում։ Արման Թաթոյանին այս շաբաթ պատահականորեն չէ, որ հիշել էին։ 5 հոկտեմբերի 9-ին նա Երևանում ներկայացրեց միասնության թևեր կոչվող իր նախաձեռնությունը։ Մենք հավակնում ենք իշխանություն ձևավորելու
Ես հավակնում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին։ Թաթոյանի նախընտրական ծրագրի առանցքային դրույթներից մեկն ըստ ամենայնի կլինի Ադրբեջանի հետ հարաբերություններում խախտված հավասարակշռության վերականգնումն ու արցախցիների վերադարձը։ Ընդհանրապես արցախցիների, ավելի ճիշտ երկրորդ անգամ արդեն հայկական անձնագիր ստացած արցախցիների քվեները գրավելու փորձերը ըստ ամենայնի դառնալու են 2026-ի խորհրդարանական քարոզարշավի գլխավոր առանձնահատկություններից մեկը։ Այսօր խորհրդանշական օր է, որ առաջիններից եք արցախները երիտասարդները այսօր մասնակցում աչինայությանը։ Առաջիկա ընտրությունների մասնակիցներից եւս մեկը Բարգավաճ Հայաստանի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս շաբաթ որոշեց միանգամից երկու խնդիր լուծել՝ ցույց տալ իր առանձնահատուկ վերաբերմունքն Արցախից բռնի տեղահանված երիտասարդներին, միաժամանակ նրանց, այդ թվում անչափահասներին ներգրավելով Հատիս լեռան գագաթին կառուցվող Հիսուսի արձանի շինարարությանը։ Այսօր դու ես ցեղեցնել։ Ինչ նպատակ ունես, դաս ինչ ես ուզում դառնաս։ Զինվոր ու գեներալ։ Հա? Շուշիից բերված հողը։ Այո։ Արցախցիներն են փոխանցել մեզ, ուզում ենք, որ Շուշիից բերված հողը անպայման լինի Քրիստոսի արձանի հիմքում։ Ուրեմն հիմա ցեխը լցնելուց մեր կուվետրոկ լցնեն, դրանց հետո այս գցեք որ բոլորն էլ տեսնեն ու ցեղը կլցնեն։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2026-ի ընտրություններից առաջ ոչ Հիսուսի արձան, ոչ էլ նախընտրական դաշինք կառուցել չի պատրաստվում։ Հոկտեմբերի 7-ին կայացած ասուլիսի ժամանակ նա հստակորեն բացատրում էր իր ղեկավարած քաղաքական ուժի գլխավոր շարժիչ ուժը ոչ գերբնական ուժերն են, ոչ էլ դաշնակիցները, միմիայն սոցիոլոգների տրամադրած տվյալները։ Սենց ասեմ, բոլոր համենանդեպս սոցիոլոգիայով մի քիչ վերևներքև այսօր երևում են երկու միավոր, որոնք նորմալ մտնում են խորհրդարան։ Բավական, սենց ասեմ, շատ չեն զիջում ԿՊ-ին։ Բավական փոքր սենց մարժայով է ԿՊ-ն դեռ առաջ։ Բայց միասին այդ երկու միավորը արդեն շեշտակի ավել են, քան մեկը դուք եք։ Մեկը Հայաստան դաշինքն է, մյուսը Սամվել Կարապետյանի ստեղծող կուսակցությունը։ Այսօրվա դրությամբ սակայն Սամվել Կարապետյանի թիմի ընտրություններին մասնակցության վերաբերյալ ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ։ Կարպիս Փաշոյանի հետ ավելի քան 2 ժամ տևած զրույցում Տաշիրի սեփականատիրոջ եղբորորդին Նարեկ Կարապետյանը եւս որևէ հստակություն չմտցրեց, նշելով միայն, որ մեր ձևով շարժումը կուսակցության վերածվելուց հետո կարող է գնալ այլ ընդդիմադիր ուժերին ու գործիչներին մեկ դրոշի ներքո համախմբելու ճանապարհով։ Կոնսոլիդացիայի տարբերակ լայն կոնսոլիդացիայի հնարավոր է քննարկվում է, բայց այդ կոնսոլիդացիայի մեջ մենք չենք տեսնում մեր կողմից շատ հարգված մարդկանց, որոնց մենք համարում ենք, որ այդ կոնսոլիդացիայի մեջ այսօր արդեն մենք չենք տեսնում։ Սերժ Սարգսյանին տեսնում եք։ Այս этаպում ոչ Սերժ Սարգսյանին չենք տեսնում։ Ռոբերտ Քոչարյանի։ Ոչ։ Լևոն Տեր-Պետրոսյանի։ Ձեռնպահ կմնամ պատասխանելու այդ հարցին։ Էդմոն Մարուկյանի։ Եվս ձեռնպահ կմնամ պատասխանելու այդ հարցին։ Լուսավոր Հայաստանի առաջնորդ Էդմոն Մարուկյանը սակայն բացարձակապես վստահ չէ, որ ընդդիմադիր առաջատար ուժերին, այդ թվում Սամվել Կարապետյանի կողմնակիցներին ընդհանրապես թույլ կտան մասնակցել առաջիկա ընտրություններին։ Նայ Այն հարցումները, որ մենք ունենք, որ մենք տեսնում ենք տենդենսները, չէ՞, ընդդիմադիր դաշտի այս վերափոխումները տեղի ունենում, ինքն էլ ունի։ Եվ իր հետևությունն ինչն է, որ ինքը կրվում է։ Որովհետեւ չկրվի, ինչ պետք է անի։ Պետք է միջոցներ ձեռնարկի։ Մինչև ընտրություններ կարողա դու էլ ես նստած, ես էլ եմ նստած, ով կա սաղ նստածելն են, մի ոգի որ կմասնակցի ընտրություններին, այնցա չգրանցեն։ Կմնա Նիկոլը, Ալենը, Վագն Ալեքսանյանը, բանը դրոշներով, հայացքներով, ասես գորգորալով ման կգան, ինչ որ քվեաթերթիկներ կգրեն, կասեն, «Սա մենք ընտրվելու»։ Կա սակայն մի ուժ, որին իշխանությունները հաստատ չեն խանգարի մասնակցել առաջիկա ընտրություններին՝ Արամ Զավենի Սարգսյանի Հանրապետություն կուսակցությունը։ Քաղաքացիական պայմանագրի կրտսեր գործընկերն այս շաբաթ կրկին հանրայինում էր, որի եթերում պատմում էր այն լուսավոր անգամ պայծառ հեռանկարների մասին, որոնք կբացվեն ամերիկացիների Սյունիք մուտք գործելուց հետո, նախ եւ առաջ ներդրումների տեսքով եւ ոչ միայն Հայաստանի հարավում։ Միացյալ Նահանգները ասում է ես գալիս եմ Հայաստանում Զվարթնոց օդանավակայան ընդլայնում եմ 500 միլիոն գումար եմ դնել 10 տարով։
Ինչպես ով է ասել։ Այդ արդեն համացանցում կա դրած Միացյալ Նահանգների ավիացիոն ընկերությունը այսօր հայտարարություն է արել, համացանցում կա, նախագծերը դրված են, խնդրեմ կարող եք նայել, շատ սիրուն են նաև։ Նշեմ սակայն, որ այն ինչ Հանրապետություն կուսակցության առաջնորդը փորձում էր ներկայացնել որպես ամերիկյան պետական ներդրում, իրականում կորպորասիոն America Airports արգենտինական ընկերության տասնամյա ներդրումների ծրագիրն էր։ Էդվարդո Էռնեկյանին պատկանող այս ընկերության կազմում է նաև Զվարթնոց օդանավակայանը, որի գործադիր տնօրեն Մարցելո Վենդեն մինչև 2035 թվականը կես միլիարդով եւս մեկ տերմինալ կառուցելու մտադրության մասին խոսել էր սեպտեմբերի վերջին ավստրիական Forbes-ի հետ զրույցում։ Սա փաստ է Միացյալ Նահանգների պետական ավիափոխադրողական ծառայությունն է հայտարարել։ Երջանկության բյուջե 2026 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթուղթն այսպիսի անվանում էր ստացել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ այս շաբաթ հետքում հրապարակված հարցազրույցում։ Մենք առաջիկա տարիներին պետք է այս ուղղությամբ շարժվենք եւ մեծացնենք այդ երջանկություն բերող ենթակառուցվածքները։ Կառավարության ներկայացուցիչներն ի դեպ պնդում են, որ շուրջ 200,000 պետական ծառայողներին երջանկացնելու գումար բյուջեում եւս կա։ Գումարը կա, իսկ աշխատավարձերը բարձրացնելու քաղաքական կամք կարծես թե ոչ այնքան։ Վախենում ենք, որովհետեւ նոր առիթ ենք տալու, որ ասենք Հայաստանի ակտիվ հանրության 97%-ը իմացած բոլոր հայհոյանքները ուղղի մեր հասցեին։ Այս շաբաթ ի դեպ արձանագրվեց Փաշինյանի կառավարության 2025 թվականի գլխավոր տնտեսական ձախողումն։ Իշխանությունները ստիպված էին հրաժարվել եկամուտների պարտադիր հայտարարագրման գաղափարից, այն որ ծրագիրը կատարելապես ձախողվել է վկայում էր նախ եւ առաջ վիճակագրությունը։ Մինչև նոյեմբերի 1-ը պարտադիր հայտարարագրման ենթակա 700,000 քաղաքացիներից այդ պահանջը կատարել էր միայն 92,000-ը։ Այս ձախողումն իշխանությունների համար ել ավելի ցավոտ է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ դեռ մի քանի ամիս առաջ վարչապետ Փաշինյանը եկամուտների պարտադիր հայտարարագրման համակարգի ներդրումն էր անվանում պետություն ունենալու կարևորագույն ցուցիչներից մեկը։ Ժողովուրդ, մենք պետքա դադարենք ֆորպոստ լինելուց։ Մենք պետքա դադարենք հպատակ լինելուց։ Մենք պետքա պատասխանենք մի պարզ հարցի։ Մենք ուզում ենք ունենալ պետություն, թե չենք ուզում ունենալ պետություն։ Մենք ուզում ենք ունենալ ինքնիշխանություն, անկախություն, թե դա մեզ համար ընդամենը ֆուտլյար է։ Ես այսօր հպարտությամբ ասում եմ, որ մենք այդ ֆուտլյարից դուրս ենք եկել։ Մենք այսօր չենք գնում մեր պետության համար ձեռ պարզում սրան նրան։ Մենք այսօր մեր պետության համար ձեռ ենք պարզում մեր քաղաքացուն։